Զոր ջան, նախ կուզեի ձեր տրամադրությունը մի քիչ բարձրացնել, գոնե փորձ անեմ։ Միկրոֆոնը էս է, հա։ Ասում եմ փորձ անեմ ձեր տրամադրությունը մի քիչ բարձրացնեմ։ Այնքան ասացին այստեղ մարդակենտրոն, որ ակամա հիշեցի հին սովետական մի անեկդոտ, որը կուզեի ձեզ պատմել։ ՍՄԿԿ-ի հերթական նիստն է, հերթական համագումարն է, Չուկչան մասնակցում է եւ այդ համագումարի ժամանակ ասում են «Всё в нашей стране делается для человека, ради человека и во имя человека». Չուկչան ասում է «И я знаю имя этого человека». Լավ, իսկ հիմա անցնեմ լուրջ մասին, համաժողովի հարգելի մասնակիցներ, 1947 թվականի մարտի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը քննարկման ընդունեց, իսկ փետրվարի 27-ին վավերացրեց հայտնի 22-րդ սահմանադրական փոփոխությունը, որը որևէ նախագահի համար ավելի քան 2 անգամ ընտրվելու համար արգելք հաստատեց։ Թեև Ֆրանկլին Դելանո Ռուզվելթը ԱՄՆ միակ նախագահը, որ 2-ից ավելի անգամ ընտրվել էր այդ պաշտոնում, այդ ժամանակ արդեն մեռած էր եւ անգամ տեսականորեն չէր կարող ավտորիտար անձնական իշխանության հաստատման վտանգ ներկայացնել, ամերիկացի կոնգրեսմենները որոշեցին այս նորամուծությամբ երաշխավորել ժողովրդավարական ազատությունները երկարատև անձնական իշխանության ավտորիտարիզմի վերածվելու անխուսափելի վտանգից։ Սույն սահմանադրական նորմը այնուհետև օրինակ դարձավ նախագահական սահմանադրություն ունեցող աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրների համար։ Մի քիչ ձևափոխված, արգելելով որևէ անձին ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում, այդ նորմը տեղ է գտել նաև մեր սահմանադրության 50-րդ հոդվածում։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չփոխվի, ապա գործող նախագահը առնվազն 2018 թվականից ի վեր այլևս չի կարողանա պաշտոնավարել որպես նախագահ։ Նման իրավիճակը մեզ ստիպում է շատ ուշադիր լինել Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրությունը փոփոխելու որևէ նախաձեռնության նկատմամբ, հատկապես եթե առաջարկվող փոփոխությունների արդյունքում փոխվում է կառավարման մոդելը, իսկ վերոհիշյալ նորմը վերանում է։ Նման պարագայում ամենակարևոր հարցը հետևյալն է. արդյոք առաջարկված սահմանադրական փոփոխությունները պատճառաբանված են, հիմնավորված և նպատակահարմար։ Հարցին պատասխանելու համար նախ ճշտենք, թե ինչ է մեզ առաջարկվում, և սա շատ սկզբունքային հարց է, ես խնդրում եմ սրան ուշադրություն դարձրեք։ Արդյոք մեզ առաջարկվում են իսկապես սահմանադրական փոփոխություններ, թե առաջարկվում է մի այլ բան, նոր սահմանադրություն։ Սա լրջագույն, կարևորագույն տարբերություն է։ Այստեղ ստիպված ենք բացահայտել Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից առաջարկվող առաջին բլեֆը։ Սահմանադրական փոփոխությունների տակ մեզ փորձում են մատուցել լրիվ նոր սահմանադրություն, որի հիմքում ընկած է կառավարման լրիվ այլ խորհրդարանական մոդել։ Բնականաբար հարց է ծագում, արդյոք Հայաստանը նման արմատական և կտրուկ շրջադարձի կարիք ունի։ Փորձենք այս հարցին պատասխանել դիտարկելով սահմանադրությունների փոփոխման պատմության և միջազգային փորձը։ Ուրեմն առաջինը այս տեսակետից նայենք. ինչ է հուշում պատմությունը և միջազգային փորձը։ Պատմության մեջ առաջին ժամանակակից ժողովրդավարական սահմանադրությունն է ԱՄՆ սահմանադրությունը։ Այն ընդունվել է 1789 թվականին ամերիկյան մեծ հեղափոխությունից և Մեծ Բրիտանիայից անկախանալուց հետո։ Դրանից հետո այն 27 անգամ փոփոխվել է։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ այդ փոփոխությունները չեն վերաբերել կառավարման մոդելին,
այլ լուծել են մարդու իրավունքների ամրապնդման, օրինակ առաջի 10 փոփոխությունը կոչվում է Bill of Rights եւ վերաբերում են միայն մարդու իրավունքների ազատություններին։ Հնարավոր ճգնաժամերի լուծման եւ այլ հարցերին, օրինակ ստրկության վերացում, ալկոհոլի արգելում, այնուհետև կրկին ալկոհոլի օրինականացում եւ այլն։ Հետևաբար ամերիկացի գործ են ունեցել ոչ թե սահմանադրական կառավարման մոդելի փոփոխության հետ, ինչը կնշանակեր սահմանադրության փոխարինում մեկ նոր սահմանադրությամբ, այլ գործող մոդելը բարելավող սահմանադրական փոփոխություններով։ Մինչդեռ այն, ինչով այսօր զբաղված է Սերժ Սարգսյանի ռեժիմը, դա փորձ է սահմանադրական փոփոխությունների շղարշի ներքո իրականացնել կառավարման մոդելի փոփոխություն, այսինքն գործող սահմանադրությունը փոխարինել մեկ այլ սահմանադրությամբ։ Եվ հասկանալու համար, թե ինչու է սա մեզ համար կարևոր, մեջ բերեմ ամերիկացի հռչակավոր քաղաքագետ եւ պատմաբան Նայլ Ֆերգյուսոնի քաղաքակրթություն Civilization գրքից մի դրվագ։ Համեմատելով Ջորջ Վաշինգտոնի եւ Սիմոն Բոլիվարի ղեկավարած երկու մեծ ամերիկյան հեղափոխությունների արդյունքները, Ֆերգյուսոնը գրում է. Ոչինչ ավելի լավ չի ընդգծում այս երկու ամերիկյան հեղափոխությունների կոնտրաստը, քան Միացյալ Նահանգների մեկ սահմանադրությունը փոփոխելի, բայց անփոխարինելի եւ Վենեսուելայի մեկ անգամվա օգտագործման 26 սահմանադրությունները։ Միայն Դոմինիկյան Հանրապետությունն է, որ ավելի շատ սահմանադրություն է ունեցել անկախացումից ի վեր, 32 սահմանադրություն։ Հայիթին եւ Էկվադորը 3-րդ ու 4-րդ տեղերում են, համապատասխանաբար 24 եւ 20 սահմանադրություններ։ Այն ինչ որ մեզ առաջարկում են, դա բանանային հանրապետությունների ուղին է, որ ամեն մի նախագահի կամ ամեն մի իշխանավորի հետ սահմանադրություն են փոխում։ Եվ մենք այս հարցը պետք է տանք, սա ինչ է, սահմանադրություն փոփոխություն, թե սահմանադրափոխություն։ Սահմանադրափոխություն ասելով ես նկատի ունեմ հետևյալը, որ լրիվ նոր մոդել է կառավարման դրվում սահմանադրության հիմքում։ Սա լրիվ այլ բան է, եւ ես կարող եմ ապացուցել, որ ոչ մի ժողովրդավարական ազգ երբեք սահմանադրափոխություն չի կատարել։ Եվ հիմա կապացեմ, իհարկե հիմա սահմանադրագետները օրինակներ կբերեն, կասեն, գիտեք ինչ, բա Ֆրանսիայի օրինակը 5 սահմանադրություն է եղել, կներեք, Ֆրանսիան սահմանադրությունը փոխել է, ուրեմն միայն, երբ որ տապալել է միապետությունը, դա եղավ 1792 թվականի սահմանադրությունը, նույնը եղավ 1848 թվականի, երբ որ նորից միապետությունը բուրբոններին տապալեցին։ Երկու անգամ սահմանադրությունը փոխել է, ավելի ճիշտ նոր սահմանադրություն դրել, որովհետև ազատվելով գերմանական օկուպացիայից 1875 թվին Բիսմարկյան Պրուսիայի կողմից ջախջախվելով կոմունայի այդ հեղափոխությունից հետո լրիվ քայքայված այդ ինստիտուտները բնականաբար նոր սահմանադրություն են դրել 4-րդ հանրապետության սահմանադրությունը, նույնը արել են 1946 թվականին գերմանական օկուպացիայից եւ վիշիստական այդ սահմանությունից հետո։ Չէ, սա կներեք, ես պետք է կարողանամ ասել, որովհետև սա շատ կարևոր հանգամանք է եւ մենք պետք է իսկապես տարբերենք սահմանադրական փոփոխությունը սահմանադրափոխությունից։ Ոչ մի երկիր, ասում եմ, նման բան չի արել։ Լեհաստանը ընդունեց իր իդեպ կիսանախագահական սահմանադրությունը, որը փայլուն աշխատում է եւ ոչ մի էլ այդ մոդելը չի փոխում։ Ռուսաստանը անգամ, որը չես համարի, չգիտեմ, դեմոկրատիայի իդեալ, 93 թվականին ընդունեց նույն կիսանախագահական սահմանադրությունը եւ այլևս չի փոխում դա։ Ոչ թե փոփոխությունների մասին է խոսում, այլ մոդելի փոփոխության մասին։ Հունգարիան վերջերս ընդունեց սահմանադրություն, որովհետեւ յետխորհրդային շրջանում չուներ սահմանադրություն։ Գլխավոր եզրակացությունը միջազգային փորձի ուսումնասիրությունից հետևյալն է. ժողովրդավարական երկրները նոր սահմանադրություն ընդունում են մեկ անգամ եւ նրա հիմքում ընկած կառավարման մոդելը չեն փոխում, մեկընդմիշտ հաստատելով խաղի կանոնները քաղաքական վերնախավի համար։
կառավարման սահմանադրական մոդելի փոփոխման ցանկացած փորձ գործող իշխանությունների կողմից ըստ էության փորձ է ազատվել իրենց իշխանության հավերժացմանը խոչընդոտող սահմանադրական երաշխիքներից։ Երկրորդը, հիմա անցնենք, ասենք ինչ է հուշում Հայաստանի փորձը։ 1904 թվականի հունիսի 13-ին իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը բոլոր փաստարկները ներկայացրել է, թե ինչու է Հայաստանին պետք կիսանախագահական հանրապետություն, այլ ոչ թե խորհրդարանական։ Այդ վեճը Հայաստանում արդեն ավարտվել է, վեճը մի անգամ է լինում, դրվել է կիսանախագահական այդ համակարգը, բոլոր արգումենտները ասվել են, ինչու ենք մենք վերադառնում հետ, ընդ որում սահմանությունը ապացուցել է ճգնաժամերը հաղթահարելու իր կարողությունը, ինչպես 98 թվականին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, այնպես էլ 99 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ սպանվեցին ԱԺ նախագահը եւ վարչապետը։ Եվ մի հարցել, կներեք, մի հարցել։ Ամփոփում եմ։ Ուրեմն ինչ է ասում երկրի նախագահը Սերժ Սարգսյանը, ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, եւ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար գոնե թե զարգացման ներկա փուլում գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է։ Նույնը ասում է Գալուստ Սահակյանը, բոլորը վերջերս դրված ելույթներից են։ Լավ, հիմա չեմ հասկանում, էլ ինչի համար ենք սա անում։ ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը թեև խորհրդարանական համակարգի կողմնակից են, բայց չեն պնդում, որ սա լինի։ Հանրապետականը չի ուզում, մենք դեմ ենք։ Դաշնակցությունը, այո, ցանկանում է։ 131 պատգամավորից 5 պատգամավոր ունեցող դաշնակցությունը ցանկանում է։ Իմ ամբողջ հարգանքով դաշնակցության նկատմամբ ես իրենց մենակ այդ ուժի ցանկությունը բավարար հիմք չեմ կարող համարել, որ Հայաստանում զորով անցկացվի մի ռեֆորմ, որը ոչ ոք չի ուզում։ Եվ այսպես, Հայաստանը չի գտնվում հեղափոխությունից հետո առաջացած սահմանադրական վակուումի մեջ, չի պարտվել որևէ կործանարար պատերազմում, եւ սահմանադրության ընդունման հարցը լուծված է 91-ից 95 թվականները։ Բ. Հայաստանը չի ենթարկվել կործանարար ագրեսիայի կամ օկուպացիայի, չի կրել որևէ ավերիչ հարված պետական ինստիտուտների նկատմամբ։ Ց. Չկան ճգնաժամային խութեր սահմանադրության մեջ, որը անհրաժեշտություն առաջացներ բարեփոխման։ Դ. Չկա սոցիալ-տնտեսական զարգացման, կոռուպցիայի եւ ընտրակեղծարարության հաղթարման հետ կապված որևէ խնդիր, որ պահանջում է սահմանադրության փոփոխություն։ Ե. Չկա ոչ քաղաքական, ոչ հասարակական պահանջ։ F. Չկա միջազգային կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի կամ Վենետիկի հանձնաժողովի կողմից ձևակերպված պահանջ, որը պահանջում է սահմանադրական փոփոխություններ։ Ուրեմն այս սահմանադրական փոփոխությունները արվում են միայն մեկ բանի համար, որ Սերժ Սարգսյանը ստանձնելով հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի ազգային պահպանողական հանրապետության ՀՍՍՀ-ի փոխարեն Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը հավերժ իշխի Հայաստանում։ Եվ մենք բնականաբար նման բան երբեք թույլ չենք տա։